Իրանում մի քանի օր է բողոքի ցույցեր են, ամեն ինչ սկսվեց դոլարի արժևորումից, ինչը մեծ լարում է մտցրել Թեհրանի շուկաներում։ Քաղաքի տնտեսվարողներից շատերը փակել են խանութները դուրս գալով փողոց, նրանց միացել են այլ խմբեր։ Իրանական մի շարք աղբյուրներ նշում են նաև դրանցում հնչած հակակառավարական վանկարկումների մասին։ Իրանի կառավարությունը պաշտոնապես ընդունել է ցույցերի գոյությունը, նույնիսկ ավելի կոշտ բողոքներ լսելու պատրաստակամություն հայտնել։ Կառավարությունը ջանում է խնդիրները լուծել երկխոսության եւ բարեփոխումների ճանապարհով։ Արդեն հրաժարական է ներկայացրել Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը, իսկ կառավարությունը որոշել է էապես ավելացնել պետական ծառայողների եւ թոշակառուների արտոնությունները, որոնք պետական բյուջեով պետք է բարձրացվեին 20%-ով։ Սակայն կառավարությունը, որին ի սկզբանե դեմ էր 20%-ից ավելի բարձրացմանը, այժմ ստիպված է գնալ այդ քայլին։ Վերջին ամիսների ընթացքում իրանական Թումանը շարունակում է գահավիժել։ Իրանցի տնտեսագետների հաշվարկներով Փեզեշքյանի նախագահ դառնալուց հետո Թումանը ավելի քան 50%-ով արժեզրկվել է։ Իրանում ընթացիկ զարգացումները վերջին 3.5 տարվա ընթացքում ամենախոշոր բողոքի ցույցերն են։ Վերջին ալիքը 2022-ին էր Մահսա Ամինիի դեպքերի հետ կապված։ Գլխաշոր չկրելու համար ոստիկանական գործողության հետևանքով նա մահացել էր, որը հարուցել էր հանրության բուռն զայրույթը։